Արարատի մարզի Այգեզարդ գյուղի դպրոցի աշակերտներն են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի երգն են երգում դպրոցում կազմակերպված միջոցառման շրջանակում։ Քաղաքական հանձնառություն, որը օրենքում հետևողականորեն կիրառմամբ բերում ենք ավելի տրամաբանական ամփոփիչ ձևակերպման, դա ուրեմն քաղաքական զսպվածության պահանջն է, որը առաջարկում ենք կիրառել տնօրենների վարչատնտեսական համակարգողների նկատմամբ եւ դրանով իսկ վարքային սահմանափակման պահանջ առաջադրել, որը զերծ կպահի մեր հանրակրթական հաստատությունները քաղաքականացման եւ կուսակցականացման վտանգից։ Նախարարի խոսքն անտեսում են այս դպրոցում։ Դպրոցի տնօրենը չի կարծում, որ այս երգը քաղաքական է։ Պնդում է, քաղաքացու օրվան նվիրված երգ է, իրենք էլ գործածել են։ Մեր պնդումներին, որ երգը ՔՊ-ի նախընտրական երգն է, տնօրեն Նունե Բաբլոյանը պատասխանեց. «Ինչ վատ երգ է, բառերը գեղեցիկ են»։ Վերջինս տեսախցիկների առաջ պարզաբանում տալ չցանկացավ։ Դա նախ պետք է արժանանա համապատասխան գնահատականի, սա պետք է բարձրաձայնեն եւ լրատվամիջոցները եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները։ Այդ թվում նաեւ միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը եւ ես հիմա հետեւողական եմ լինելու եւ այդ մասին արդեն ուղարկելու եմ։ Տնօրենը նաեւ պնդեց, թե երեխաներն են որոշել այդ երգը կատարել, իրենք դեմ չեն եղել։ Ամեն տարի նշում են քաղաքացու օրը, այս տարի էլ բացառություն չէ։ Ավելին Բաբլոյանը մեզ վստահեցրեց, թե երգը բավականին հին է ու կապ չունի քարոզարշավի հետ։ Այո, կրթական համակարգը պետք է դուրս լինի ցանկացած քաղաքական իրադարձությունից եւ իրավունք չկա դպրոցում նման գործունեությամբ զբաղվել։ Պատասխանատվությունը դրա համար կրում է տվյալ դպրոցի տնօրենը եւ նա եւս պետք է պատասխանատվություն կրի դրա համար իր վերադասի կողմից։ Շատ լավ առիթ է նաեւ որպեսզի լիազոր մարմինը կրթության եւ մնացած բաների նախարարությունը հենց նախարարը հանդես գա հայտարարությամբ եւ խոստանա, որ նման բաներ չի պետք կրկնվի։ Բաբլոյանը ամբողջ զրույցի ընթացքում շարունակում էր հերքել, թե իրենք քաղաքականացված են։ Պնդում էր անտեղյակ են եղել։ Մեր պնդումներին, թե որ քաղաքական ուժի երգն է լիներ խնդրահարույց է, տնօրենը նշեց, երբեք չեն մտածել, որ երգը քաղաքականության հետ կապ ունի։ Կարևոր չի թե որ քաղաքական ուժի հետ կապված է դա արվում, որովհետև դպրոցը կրթական համակարգը իսկապես պետք է զերծ մնա քաղաքական բոլոր իրադարձություններից։ Սա նաև կարելի է գնահատել որպես վարչական ռեսուրսի օգտագործում, որովհետև դա արվում է պետության ֆինանսավորմամբ կրթական հաստատությունում, եւ դա վարչական ռեսուրսի օգտագործում է։ Դպրոցը գտնվում է մարզպետարանի վերահսկողության տակ։ Մարզպետարանի կրթության վարչության պետը չցանկացավ հարցազրույց տալ։ Մարզպետի խորհրդական Քրիստինե Պողոսյանը եւս մեծ հետ զրույցում ասաց, երեխաներն են ցանկացել երգել այդ երգը։ Դա որևէ դպրոցում, որևէ բան մարզպետի աշխատակազմի կողմից չի հրահանգվել, որ այդպես արեք կամ այսպես արեք, այնպես արեք, քաղաքացու օրինագիծ պետականորեն նշվում է։ Այդ տոնը մեզ մոտ արդեն քանի տարի է երեխաները իրենք են երևի որոշել։ Պողոսյանն ասում է, ոչինչ փոխել չեն կարող, իրենք կփորձեն նորից խոսել տնօրենների հետ ու հորդորել զերծ մնալ քաղաքական գործունեությունից։ Մինչդեռ նախարար Ժաննե Անդրեասյանը խոստացել էր խստորեն պատժել նման տնօրեններին։ ԿԳՄՍ նախարարությունն էլ իր հերթին կրկին հորդորեց հարցերի պատասխանը ստանալ գրավոր հարցման միջոցով։ Մենք նախարարությունից կպարզենք, ինչ արձագանք է ունենալու այս միջադեպը։ Իդեպ դպրոցի էջից հեռացվել է տեսանյութը։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։